Արագ փոփոխվող աշխարհում արագ են փոխվում նաև տեխնոլոգիաները։ Հայաստանում առաջին SMS հաղորդագրությունը 1998 թվականին էր, 2 բառ՝ շարիր գալիս եմ։ Ուղարկողը Հայաստանի կապի նախարարն էր, որն այդ ժամանակ Armentel ընկերության տնօրենի հետ շախմատի սեղանի շուրջ հաճախ էր քննարկում կապի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ օրվանից անցել է շուրջ 30 տարի։ Այսօր բջջային հաղորդագրություններին զուգահեռ շփման բազմաթիվ այլ ու տեխնոլոգիապես ավելի անվտանգ եղանակներ կան։ Բջջային կապի զարգացմանը զուգահեռ անվտանգային հեռախոսային կապ ունենալը նույնպես անհրաժեշտություն է։ Կապի որակը եւ թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում ապահովելու նպատակով Team Telecom Armenian առաջին քայլը անում է։ Մենք անջատում ենք մի ցանց, որը Հայաստանում առաջին անգամ ներդրվեց 95 թվականին։ Շուրջ 30 տարի աշխատած ցանցը Անջատումը ռազմավարական ու անվտանգության բաղադրիչ ունի։ 2G անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան կարճ ժամանակում էապես ընդլայնելու 4G և 5G ծածկույթները ամբողջ Հայաստանում, այդ թվում հեռավոր բնակավայրերում։ 2G ցանցի պայմաններում բաժանորդներին գրեթե հասանելի չէին շարժական ինտերնետի ծառայությունները, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Նոր սերնդի ցանցերը ոչ միայն թույլ են տալիս միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն ավելի էներգախնայող են և թույլ են տալիս նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Շատ երկրներում անջատվում են 2G կամ 3G ծառայությունները։ Մենք գնացինք քիչ երկրների ցանկի միանալու, որոնք տեխնոլոգիապես անջատում են 2G-ն։ Կարծում եմ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ այն ռադիոհաճախականային տիրույթը, որը օգտագործում էր 2G-ն, 4G-ում եւ 5G-ում գրեթե 150 անգամ ավելի էֆեկտիվ օգտագործում են ապահովելու եւ ամենակարևոր կտորներից մեկը դա մեր անվտանգության կտորն է։ Հաղորդակցվել 2G ցանցում նույնն է թե խոսել դրսում, ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Բացատրում է, երբ ստեղծվում էր 2G ցանցը, անվտանգության հարցերը որևէ մեկին հետաքրքիր չէին։ Հաքերները շատ չէին, փոքր պետություններն էլ ենթակառուցվածքների միջոցով չէին լրտեսում։ Կարճ ասած, աշխարհն ավելի անվտանգ էր։ Այսօր պատկերը բոլորովին այլ է։ 2G կապը անվտանգության տեսանկյունից բացարձակ ոչ մի մեջը տար չունի, որ բաց կապով սարից սար գորալով խոսաս։ Հատկապես սահմանամերձ գոտիներում դա նշանակում է, որ մարդիկ երբ որ խոսում են 2G-ով, սահմանից այն կողմ այդ ամեն ինչը շատ հեշտ վերցվում է օդով եւ լսվում է, ու դա նշանակում է ոչ միայն որ օրինակ հեռախոսազանգերն են լսվում։ Դա նաև նշանակում է, որ ճանապարհին SMS-ներն են կարողանում կարդալ։ Իրականում հաղորդագրության այս տեսակն իր մեջ կարևոր ինֆորմացիա է պարունակում, ասում է մասնագետը, բանկային կոդերից մինչև տարբեր հավելվածներ ակտիվացնող հաշիվներ։ Մենք Հայաստանում ունենք դեպքեր, երբ որ բացարձակ անհասկանալի ձևով մարդկանցից օրինակ WhatsApp-ի հաշիվները զանգվածային ձևով գողանում են։ Եվ ամենայն հավանականությամբ հենց 2G խոցելիության պատճառով է, որովհետև լրիվ բաց կապով այս ամեն ինչը գնում գալիս։ Team Telecom Armenian տարածաշրջանում առաջին օպերատորն է, որը ամբողջությամբ անջատում է 2G ցանցը։ Սա բարդ, բայց եւ պարտավորեցնող է, արձանագրում է Team Telecom Armenia-ի տնօրենը։ Նոյեմբերի 15-ից սկսած մենք սկսում ենք արդեն 2G ցանցի անջատման process-ը։ Մեր հաճախորդներին ուղղորդում ենք օգտագործել 3G կամ 4G Voice over LTE հեռախոսներ, որոնք արդեն շատ հասանելի են եւ այն բաժանորդները, ովքեր ունեն 2G հեռախոսներ եւ մեր ցանցում մինչեւ առ այսօր օգտագործում են, կարող են փոխարինել 4G Voice over LTE ֆունկցիոնալ ապահովող հեռախոսներով։ Միայն Team Telecom Armenia-ի ցանցում 2G-ով աշխատող շուրջ 70,000 հեռախոս կա։ Նրանց համար բջջային օպերատորը առաջարկ ունի։ Տալիս ենք նոր հեռախոսներ, փոխարինելով իրանցինը, սակագնային փոփոխություն չի լինելու։ Այս պահին էլ թիմը Հայաստանի ողջ տարածքում շարունակում է արդիականացման աշխատանքները։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։